Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա Confias 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխությանը Ամերիաբանկը արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FIAS Չեմպիոնների լիգայի մրցանակին։ It's very important and exactly. Congratulations. FIAS-ը որպես ֆոնդային բորսաների միություն ընդգրկում է բազմաթիվ բորսաներ եւ այս մակարդակի մրցանակ ստանալը հսկայական քայլ է ցանկացած շուկայի կամ ընկերության համար։ Սա վստահություն է ճանաչում է եւ կարեւոր ազդակ միջազգային ներդրողներին։ Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ բաժնետոմսերի եւ պարտատոմսերի շուկաներում ակտիվության համար։ FIAS-ը 2018 թվականին ներդրեց այս մրցանակաբաշխությունը։ Մենք անվանում ենք դա Չեմպիոնների լիգա, որոշակի չափով ֆուտբոլային ինչ-որ ասոցիացիաներ կան բնականաբար, բայց տրամաբանությունը նույնն է։ Հաշվարկը տեղի է ունենում լրիվ օբյեկտիվ, այսինքն թվերի հիման վրա եւ ցուցանիշների հիման վրա։ Այսինքն այդտեղ չկա որևէ սուբյեկտիվ գործոն կամ սուբյեկտիվ չափանիշ։ Դուք պատկերացնում եք, որ Ամերիաբանկը մրցում էր, ասենք, նույն Աբու Դաբիի շուկայի հետ, Պարսկաստանի շուկան բավականին զարգացած է Պարսկաստանի շուկայի հետ, Եգիպտոսի եւ այլնի եւ այլնի։ Եվ այդ շուկաների մեջ ստացավ մրցանակ։ Պարտատոմսերի շուկայում հաղթողների ընտրությունը կատարվում է հիմք ընդունելով վերջիներիս կողմից ապահովվող գործարքների ծավալները, քանակները, բորսայում ակտիվ օրերը, կարգավորվող պահանջների պահպանումը եւ այլն։ Վերլուծում են թե առաջնային, թե երկրորդային շուկաներում իրականացված գործունեության արդյունքները։ Կարևոր դեր ունի նաեւ տեխնոլոգիաների կիրառումը։ Եթե բրոկերային ծառայություններ եք մատուցում, բորսայում ակտիվության համար ձեզ հաճախորդներ են պետք, իսկ հաճախորդներ ներգրավելու համար անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, քանի որ նրանք ցանկանում են հեշտորեն հաշիվ բացել ու հեշտորեն գործարքներ կատարել, եւ այս տեսանկյունից մենք ել ավելի ենք կարևորում նորարարությունների ու տեխնոլոգիաների դերը։ Ամերիաբանկի MyInvest հարթակը հնարավորություն է տալիս բանկի հաճախորդներին, այդ թվում նաև պարտատոմսերի շուկայում իրականացնել բազմաթիվ գործարքներ, ցուցաբերել մեծ ակտիվություն եւ դրանով նպաստել թե բորսայի ակտիվության բարձրացմանը եւ ընդհանուր առմամբ կապիտալի շուկայի զարգացմանը եւ արդյունքում նաև տնտեսության զարգացմանը։ Confias 2025 հոբելյանական 30-րդ համաժողովը անցկացվեց Երևանում մայիսի 30-ից 31-ը։ Այն հյուրընկալեց ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից եւ միջազգային ֆինանսական հաստատություններից։ Մասնակիցները համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ժամանակակից կապիտալի շուկաները, ձևավորող վերջին միտումները, մարտահրավերներն ու նորարարությունները։ Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 30 ճանաչված զեկուցող։